Ողջույն հայրենակիցներ, Alpha News-ի Լոս Անջելեսի տաղավարում այսօր հյուրընկալել եմ վաստակավոր նկարիչ, տաղանդավոր գեղանկարիչ, բոլորիս հայտնի Անդրեյ Շուգարովին։ Ողջույն, պարոն Շուգարով։ Ես էլ եմ ձեզ ողջունում։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Թույլ տվեք ողջունեմ իմ վաղեմից բարեկամին Արթուր Սահակյանին եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսօր ձեզ մոտ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, որովհետև գիտեմ շատ հագեցած գրաֆիկով եք եկել միայն։ Հա, բայց անպայման պետք է գայի, որովհետև ես ձեզ շատ եմ հարգում։ Շատ շնորհակալ եմ։ Պարոն Շուգարով, գիտեմ, որ մայիսի 31-ին ցուցահանդես է սպասվում մեր համայնքի բնակիչները, ովքեր որ արվեստասեր հասարակություն, այդպես սովետական տերմին է օգտագործենք։ Ոչինչ։ Հա, ովքեր որ տեղյակ չեն թող իմանան, Սարյան մշակութային միությունում լինելու է ցուցահանդես, խնդրեմ մի քիչ մանրամասնենք, ինչ է սպասում, ինչ գործեր են եւ այլն։ Ուրեմն ես շատ ուրախ եմ, որ այսօր պետք է ցուցադրվեմ Սարյան մշակութային կենտրոնում եւ մենակ ես չեմ, ես ու Արմենակ Վարդանյանն է, քանդակագործ։ Մենք վաղուց էինք արդեն ուզում այդ ցուցահանդեսը անենք հենց Սարյան մշակութային կենտրոնում, Եղամյան Աշոտի մոտ, այսօր հաջողվել է այդ ցուցահանդեսը արդեն իրականացնել կյանքի մեջ։ Այսինքն մենք այդ ցուցահանդեսը պետք է 31-ին բացենք։ Ցուցահանդեսը բավականին լի է իր աշխատանքներով, այնտեղ ցուցադրվելու է եւ քանդակ, եւ գունանկար։ Այսինքն Արմենակ Վարդանյանը ցուցադրելու է իր մանր ֆորմաների քանդակները, ես գունանկարը։ Այո։ Գործերը բերել եք ձեզ։ Այո, համ բերել եմ, համ ինչ քանակի գործեր։ Մոտարապես մի 40 հատ գործ։ Ընդ որում դաժե ասեմ, ստեղել եմ նկարել։ Ստեղել եմ նկարել, մի քանի հատ գործ ստեղ եմ արել։ Եվ ինձ թվում է, որ այդ ցուցահանդեսը բավականին դինամիկ բնույթ ունի, որտեղ տարբեր գործեր են։ Ես իմ մենտալիտետով եւ իմ խարակտերով բավականին աշխուժ մարդ եմ, սիրում եմ տարբեր բնակավարները եւ բնություն։ Այո, եւ ձիեր, եւ բնություն, եւ մարդ, այդ ամեն ինչը շատ ինձ հոգեհարազատ է։ Նախընտրում եմ ընդհանրապես, ես նախընտրում եմ մի քիչ ագրեսիվ նկարչություն, դա իմ խարակտերը չի, բայց կտավի վրա այդ ագրեսիվությունը ուզում եմ ցույց տամ, նամանավանդ այդ ձիերի շարքի մեջ։ Այդ ձիերի շարքը իմ մոտ բավականին վաղուց է արտահայտվում, դա սկսվել է Փարիզում, ու մինչև այսօրվա օրը ես աշխատում եմ այդ թեմայի վրա, աշխատում եմ խորացնել դա։ Նաև եւ կա աբստրակտ արվեստ, այդտեղ ենք ցուցադրելու, որտեվ աբստրակցիան իմ կյանքի մեջ բավականի գլխավոր, ոչ թե գլխավոր, բայց տեղ գրավեց, ինչ որ տեղ իրան նիշան գրավեց, դրա մեջ ինձ դրան դրթեց իմ մոտ ընկերը Գրիգորի Էմիլիչը, Խաչատրյան բժիշկը, որովհետև բավականին լուրջ արվեստ իմացող մարդ է, եւ ասեց փորձի, ես սկսեցի փորձել ու դա դառավ մի շարք գործեր, աբստրակտ, այո, բոլորովին վերջերս եք սկսել այդ ոճը։ Մոտարապես արդեն ասեմ 18 թվից սկսել եմ, 19 թվին ստեղ ցուցադրել եմ Միացյալ Նահանգներում, որտեղ որ դու այո ներկա էիր Արթուր ջան, եւ շատ ուրախ եմ, եւ դա շարունակվել է այսպես։ Բայց այն իմ, ասենք, ոչ թե նախորդ ուղին չեմ թողում, որին վերաբերվում է եւ Հայաստանի բնությունը, որը ինձ շատ հարազատ է, բայց մենակ Հայաստանի չէ, ես ավելի շատ մի քիչ լայն եմ։ Հայրենի Թիֆլիսը նկարել եք։ Այո, հայրենիքի Թիֆլիսը եւ դաժե Փարիզը, ամեն ինչ էլ այդ որ ինտերնացիոնալ լինի, մատուցենք այսպես, նատյուրմորտը եւ այդ ամեն ինչը կոմպոզիցիոն գործերը, որը բավականի մեծ տեղ է գրավում էլի իմ արվեստի մեջ։ Նույնը ներկայացնում է Արմենակ Վարդանյանը, որ շատ հայտնի քանդակագործ է, Հայաստանում ունի մի քանի հատ քանդակ քաղաքում դրած, հայտնի շատ, հայտնի Դիլիջանում Միմինո քանդակը, որտեղ որ պատկերված է Ֆրունզիկ Մկրտչյանը, Բուբակի Կաբիձեն եւ Եվգենի Լեոնովը։ Այս վերջերս ինքը դրեց Սայաթնովա փողոցի վրա
մանկական թատրոնի դեմ քանդակ նվիրված Արման Մանարյանին, հրաշալի քանդակ։ Շատ ծանր արեց դա, այսինքն որովհետև այդ քանդակը պահանջում էր շատ մեծ երանգ իր կողմից եւ ֆինանս, ասեմ, որը իրան շատ քիչ էին օգնում։ Օգնելու մասին դեռ կխոսենք, ըստ էության այսօր դուք ներկայացնում եք բոլոր ժան այս ոճերի մեջ գործեր ունեք ներկայացնելու Սարյան կենտրոնում, ներկայացնում եք բոլոր, եւ ձիեր, եւ բնություն, եւ քաղաք, եւ մարդիկ։ Այո, հիմնականում տես բազմաժանր։ Ես այդ եմ սիրում, դա իմ նախասիրությունն է։ Որն է ձեր հետաքրքիր ուղղակի, ձեր ամենասիրելի ժանրը։ Հոգեհարազատ, հա, այսպես ասած։ Գիտեք, դժվարանում եմ տպավորվել է, որ ձիերն են ձեր։ Ձիերը, այո, ձիերը շատ եմ սիրում, ինչի։ Բացատրեմ, կարամ ասեմ դա։ Ձիերը, որովհետև ճիշտ ասած ես որոշ ժամանակ Փարիզում էի ապրում, եւ ձիերը ինձ կյանք տվին այնտեղ։ Որովհետև ես այդքան ձիերի սիրար չէի, բայց անում էի ձիերով, ասենք, ինչ-որ կոմպոզիցիաներ, բայց ընդ տենց եղավ, մի գալերիստը ասեց, այս ձիերն են ինձ հետաքրքիր։ Եվ ես սկսի անել եւ դա ոնց որ Փարիզում ինձ տվեց համ ֆինանսական, համ հոգեպես, այո։ Դուք կանխեցիք իմ մյուս հարցը, ուզում եմ ասել օտարները օրինակ որն են ավելի շատ գնահատում, այն գույները հայկական բնության եւ այլն, թե ձիերը կամ մարդկանց կերպարը։ Շատ բազմազան է, գիտեք, չեմ կարող պատասխանեմ կոնկրետ։ Բազմազան է իրանց ճաշակը, ասենք ում հետ ես հանդիպել եմ, դա բազմազան է։ Մարդիկ կային, որ այդ ձերով կոմպոզիցիաներ էին սիրում, մարդիկ կային, որ դիմանկար էին սիրում շատ, ես ընդ դիմանկարներ եմ արել։ Մարդիկ կային, որ այդ բնանկարներ էին սիրում, այդ նույն հայկական գույները, այսինքն կոնկրետ պատասխանել այդ հարցին մի քիչ բարդ է։ Տարբեր ժանրերի բաների մեջ էր ընթանում այդ ամեն ինչը։ Դրա համար իմ գործողությունը բավականին տարբեր է։ Շատ լավ։ Նորից հիշեցնենք, որ մայիսի 31-ին ժամը 7-ին լինելու է բացումը Սարյան մշակութային կենտրոնում։ Սարյան մշակութային կենտրոնի մասին մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք մեր հեռուստադիտողներին ներկայացնելու տարբեր լավ միջոցառումներ, հասցեն 70-53 Oversmount Avenue, Kanuga Park եւ հերթական լավ միջոցառումներ նաեւ հիմա արդեն ձեր մասնակցությամբ։ Շնորհակալություն Աշոտ Գեղամյանին, որ շատ մեծ շնորհակալություն եմ անում։ Այն ինչ չի անում, օրինակ մեր պետությունը ցավոք այսօր ստիպված են այդպիսի կազմակերպ, հատկապես Սփյուռքում այսպիսի կառույցները կազմակերպություններն են իրենց նաև միջոցներով կազմակերպում։ Հիմա գանք օգնությանը եւ այլ եւ այլ։ Հիմա տեսեք, նաև հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ դուք աշխատում եք նաև դասախոսում եք, այսպես դասախոսում եմ, այո, Artifact արվեստի դպրոցում, այո, մասնավոր դպրոցը, այո, եւ Հայաստանի արվեստի ակադեմիայի դասախոս եք։ Այո։ Ուզում եմ իմանալ, վերջի այսպես զարգացումը տարիների ընթացքում ավելի մեծ հետաքրքրասիրություն առաջացրել է երիտասարդ սերնդի մոտ, թե հակառակ ինչ տենդենսներ կան, ուր է գնում ընդհանրապես մեր հասարակությունը, որովհետև շատ տարբեր ոլորտներում մենք դեգրադացիա ենք ապրում, տեսնում ենք, որ մարդիկ այդպես սոտարանում են, կտրվում են արմատներից եւ այլն։ Ձեր մոտ ինչ զգացողություն կա որպես դասախոս նաև, որը շփվում է նոր սերնդի հետ։ Նոր սերնդի հետ, այո։ Ասեմ դες, հրաշալի սերունդ ունենք։ Ինչ որ վերաբերում է Artifact-ին եւ ակադեմիայում, կարամ ասեմ հրաշալի սերունդ ունենք։ Եվ ես շատ եմ սիրում մեր ակադեմիան։ Բայց պետության կողմից իրանք անտեսված են լրիվ։ Հենց մշակույթի նախարարությունից եւ մնացած ուրիշ բաներից անտեսված են։ Որոշ ժամանակ ինձ հրավիրել է Արամ Էդվարդիչ Իսաբեկյանը դասավանդելու ակադեմիայում եւ միանգամից ես մտա, ասենք, այդ այսպես կյանքի մեջ, հա։ Ինչ որ վերաբերվում է երիտասարդությանը աճում են, թե չեն աճում, բարդ է ասել, բայց կարամ մի բան ասեմ, որ շատ տաղանդավոր եւ սիրող, արվեստ սիրող մենք ունենք երիտասարդներ։ Դա ոչ մի խոսք դրա մասին, իրոք տենց է, բայց այդ երիտասարդներին մի քիչ պետքա դրտել,
մեկի դա, դեպի դա, որտեվ առանց դրան չի լնում, եւ մենք, ասենք, եւ մեր դեկանի հետ, Ավետիք Ավետիսյանի հետ եւ մնացած դասախոսների հետ մենք հրաշալի կոլեկտիվ ունենք, աշխատում ենք դրա վրա։ Եվ դրա շնորհիվ մի մաս ուսանողությանը աճում է, իհարկե աճում է։ Ես տաղանդավորագույն ուսանողներ ունեմ եւ արտիֆակտում եւ ակադեմիայում։ Դրա մասին խոսք չկա։ Բայց պետական քաղաքականության, այսպես ասած, բաց կա, այդպես կարող ենք ձևակերպել։ Պետական աջակցությունը համարյա չկա։ Մշակութային քաղաքականություն։ Այդպես բան ես չեմ կարող։ Ասում են մենք ոչ մշակութային քաղաքականություն ենք, ոչ էլ քաղաքական մշակույթ։ Այդ պետության կողմից այսինքն չի զգացվում ոչ, չի զգացվում, դա վստահ ձեզ ասում եմ, մի բան էլ կարամ ասեմ, որ ավելի վատ տրամադրված են, որտեղ այսօրվա օրոք իմ լավագույն դասախոսի Էդուարդ Համայակիչ Իսաբեկյանի թանգարանը ուզում են փակեն, սեփական թանգարանը, որ շատ բարդ հարց է։ Ինչ են ուզում։ Չգիտեմ, ես չեմ անում այդ պատճառը Իսկ բյուջեի խնդիր է ինչ։ Չեմ կարող ասեմ։ Երևի մի քանի ոստիկան որպեսի գործի ընդունեն, պետքա կարող է եւ տենց։ Ես այդ հարցին կոնկրետ շատ բարդ է պատասխանել, բայց Արտուր ջան, կարող է եւ մի քանի հատ ոստիկան կամ ինչ որ մի հատ ռեստորան կամ հյուրանոց ուզում են տեղը սարքեն եւ այդ մեծագույն նկարիչը, որը Էդվարդ Համայակիչն է, որ սաղ աշխարհը կարար հպարտանար դրանով, այսօր ուզում են նման բան անել, դա ոչ մի բանի մեջ չի մտնում, չի կարելի տենց բան անել։ Արամը իր որդին շատ է պայքարում, բայց շատ դժվար է Արամին։ Ես ուզում եմ կողքը կանգնեմ, բայց չգիտեմ ինչով օգնեմ, որտեվ այնտեղ անզոր ես դու։ Այդ մշակույթի նախարարությունը բացարձակ աշկաթող է արել, ամեն ինչը։ Բայց դա մեր հարստությունն է, չէ՞։ Ոչ մեն, ես ինչքան հասկանում եմ, միայն աշկաթող չի արել, հակառակ։ Հակառակը խաղառում է, բանակարիչների միությունն էլ, չէ, ուզում են փակում։ Թատրոն են փակում, կոնսերվատորիային ուզում փակեին, նկարիչների միության շենքն էին ուզում վերցնեին, եւ մեր ակադեմիայի համալսարաններն են ուզում տեղափոխել։ Այո, տեղափոխել։ Ըստ ձեզ, ինչ է դա, արդյոք դա միայն այսպես գործիչ չհասկանալու կամ ինչ որ այդպես ձեր ասած քաղաքականության բացակայությունները չեն հասկանում ինչ են անում, թե հատուկ քաղաքականություն է, որը ուղղված է քանդելու հայկական մշակույթը, արմատները, հիշողությունը եւ մեծերին ընդհանրապես նսեմացնելու։ Անես տպավորություն, օրինակ իմ մոտ կոնկրետ, որ դա ինչ որ նպատակ կա, որ ինչ որ մի բան քանդվի։ Ինչի համար փակում եք Իսաբեկյանի անվան թանգարանը կամ ինչի համար մեր ակադեմիան, որ պատմություն ունի, Իսահակյան փողոցի վրա է գտնվում, այնտեղ հայրս էլ աշխատել դեկան, շատ լեգենդար ակադեմիա էր։ Ինչ եք ուզում տեղափոխեք, եսին որտեղ, այտենց աշտարակ են ուզում տանեն, թե կոնսերվատորիան, դա ոնց հասկանանք։ Մի քիչ բարդ է հասկանալը։ Եվ ես ճիշտն ասած իմ մոտ տնես տպավորություն է ստեղծվել, որ դա ինչ որ նպատակ կա դրա մեջ։ Եթե այդ նույն մեր հրաշալի տեղ է, չէ, Գեղարվեստի ակադեմիան, Իսահակյան փողոց, օպերայի կողքը մի արտակարգ տեղ է, կարող է հյուրանոց են ուզում սարքեն կամ չգիտեմ ինչ են ուզում սարքեն, նույնը վերաբերում է կոնսերվատորիային։ Կոնսերվատորիան էլ չէ, արտակարգ մի հրաշք տեղ է։ Ինչի պետք է այդտեղից տեղափոխեն ուրիշ տեղ։ Բայց այդ հարցը մի քիչ հետ ընկավ։ Նույնը վերաբերում է նկարիչների միությանը։ Նկարիչների միության շենքն էին ուզում ինչ որ հիմա դատերի մեջ ենք։ Պարոն Սաֆարյանը, Սուրեն Սաֆարյանը, որ մեր միության նախագահն է, մի պայքարում է դրա դեմ։ Ու մենք սաղս պայքարում ենք դրա դեմ։ Բայց ինչի պետք է պայքարենք, մենք տեղը ստեղծագործ էինք ավելի լավ, քան ժամանակ կորցնենք։ Բայց տեսեք, դուք պայքարում եք, չէ՞, բայց ընդհանուր դուք տեսնում եք պայքար, որտեվ երբ որ դիմադրություն չկա, իրենք շատ ավելի հեշտությամբ են կարողանում այդպիսի ծրագրեր իրագործել։ Տեսեք, դուք հիմա բարձրաձայն խոսում եք։ Բայց ես հանդիպել եմ շատ այսպես մտավորական մարդկանց, որոնք հիմա անուններ չեմ ուզում տալ, բայց որոնք ասում են, դե շարից փորձանքից հեռու։ Այդ շարից փորձանքից հեռուն չէ արդյոք նաև պատճառը, որ այսօր
ինչ որ մարդիկ, որոնք հայտնվել են իշխանության, այդ նմանատիպ քաղաքականություն իրականացնում եւ Արտուր ջան, ուրեմն անտարբերությունը ամենասարսափելի թշնամին է։ Եվ մենք պայքարում ենք անձամբ ինչ որ վերաբերում է նկարիչներին։ Նկարիչները այո, նկարիչները պայքարում են, նկարիչները դեմ են կանգնում, այդ ամեն ինչը կա, որտեղ մենք պետք է պահենք մեր ունեցածը, ինչ որ մենք ունենք, ինչի պետք է դա ոչի չանա կամ դառնա ինչ որ չեմ անում ինչ։ Դա շատ վատ բան է, իրոք վատ բան է։ Իսկ պետությունը, պետության կողմից ի հակառակ գոնե չպետք է խանգարի, հա։ Բանը խանգարումը չի, ոչ մի քայլ չի կատարվում պետության կողմից։ Եթե մենք չպայքարենք, վաղուց արդեն կվերցնի սա։ Ու լավ չէր։ Իսկ միգուցե նրանք ունեն իրենց, այսպես ասած, նախընտրելի նկարիչներ իրենց են առաջ տանում, թե այդպեսի բան չկա։ Չէ, այդպեսի բան ես չեմ զգացել, նախընտրելի նկարիչներ ինչ որ նկարիչը եթե տաղանդավոր է, դա անմիջապես երևում է։ Անմիջապես երևում է, հենց Արմենակ Վարդանյանի թեկուս օրինակով, դա տաղանդավոր մարդ է, տաղանդավոր քանդակագործ է, անշուշտ պետք է քանդակել տնի, պետք է ցուցահանդեսիներ մասնակցի, հիմա իրար հետ մասնակցում ենք, ինքը 50 տարվա իմ ընկերն է, առաջին անգամ որ մենք իրար հետ ցուցահանդես ենք անում Սարյան մշակութային կենտրոնում պարոն Եղամենի մոտ։ Միգուցե առիթ կունենանք հետո ավելի մանրամասն խոսել մշակութային քաղաքականության մասին։ Հիմա նաև ուզում եմ ձեր կարծիքը, նաև մտքերը լսել մեր Սփյուռքի մասով։ Օրինակ, գիտեք, մենք որ այստեղ ենք բնակվում, այդպես այդքան չենք զգում փոփոխություն, պակաս եւ այլն։ Ըստ ձեզ, ինչպիսին է այսօր հայկական Սփյուռքը, որքանով է գնահատում, օրինակ, նույն արվեստը, նույն այս ձեր գործ, ոչ միայն ձեր, ընդհանրապես։ Ընդհանրապես։ Այո։ Ասեմ ձեզ, 19 թվին երբ որ ցուցահանդես արեցինք, այո, Բրբանկում էր, Արտուր ջան, հիշում եմ։ Ես տենց հրաշալի ցուցահանդես չունեի, եւ շատ գոհ եմ Սփյուռքից։ Շատ գնահատեցին եւ շատ աջակցեցին, այդպես կարամ ասեմ։ Բայց իհարկե եւ դրա հակառակ կողմն էլ կա երևի։ Ես չեմ կարող ասել, որ սաղը տենց է։ Սփյուռքը շատ բազմաշերտ բան ունի։ Նույնը մենակ Ամերիկայում չէ, Փարիզում էլ է նույնը։ Փարիզում էլ բավականին մեծ հայկական դիասպորան կա։ Այո, ես դրա համար եմ հարցնում, որտեղ դուք Սփյուռքը միայն Լոս Անջելեսն եք։ Մենակ Լոս Անջելեսը չի, եւ Փարիզն է, եւ Նյու Յորքն է, ամեն ինչը։ Այդ հարցին մի քիչ բարդ է պատասխանել, որտեղ ամեն ինչը կա։ Համ լավը կա, համ կա եւ ոչ այդքան լավը։ Օրինակ ես երեք չառաջուրը հրավիրված էի մի հատ համերգին, որ մայստրոն Վարդան Գևորգյանն էր, օրինակ այդ մարդուն պետք է մի հատ, չգիտեմ, շատ մեծ, ինքը շատ մեծ գործ է անում, որտեղ այդքան արվեստով զբաղվել եւ հենց ազգային արվեստով եւ ազգային արվեստը խառնել միջազգային այդ բարի հետ, բանի հետ, այդ շատ մեծ գործ է։ Շատ մեծ գործ է կատարում։ Այդպես Սփյուռքն էլ կա։ Այսօր դու, որ ինձ հրավիրել ես դե, բա դա մեծ բան չի, մեծ բան է, չէ։ Այդ ամեն մեկը չի անում։ Բայց դու անում ես, ուրեմն մենք շատ լավ Սփյուռք ունենք, բայց եւ Սփյուռք ունենք, մարդկանց ունենք, որը ընդհանրապես անտարբեր են։ Անտարբեր են։ Այդ հարցը մի քիչ նսկշարքի վրա որ տնես, շատ բան հարց է, էլի։ Ոչ թե դժվարին, այլ անհասկանալի։ Անհասկանալի։ Եվ ուզում էի հարցնել, բայց անիմաստ եմ համարում այդ հարցը տալ, ասենք, արդյոք այստեղ հյուպատոսություն, դեսպոնատուն, ինչ որ աջակցություն եւ այլն, ընդհանրապես ոչ միայն ձեզ կա այդպիսի բան։ Ես հիշում եմ, որ ձեր եղբայրը Ռուբենը, այո, ինքը շատ մեծ տեղ էր տալի, ընդհանրապես շատերը գիտեն, ես տարբեր մարդկանցից եմ լսել եւ ընդհանրապես Հայաստանին, հայկական հարցերին, մշակույթին եւ այլն։ Այսօրվա գործող անձինք ինչ որ կերպ օրինակ իմանան, որ դուք ասենք ցուցահանդես ունեք եւ ոչ միայն դուք, մեկ ուրիշը ասեմ ձեզ, ասենք ստեղի կոնսուլը Բայբուրդյան Արմենը, իհարկե նախկին կոնսուլը, այո, ինքը այդ անում էր ցուցահանդեսին էլ եկավ եւ շատ աջակցեց եւ այլն։ Այսօրվա դրությամբ ես դա չեմ զգում։ Ես ազնիվ դեզ ասում եմ, օրինակ Արմենը Բայբուրդյան ինքը համ արվեստ սիրող է, համ կամեցող է, համ ուզում է որ դա զարգանա։ Այսօր
եթե վերցնենք այսօր։ Ես ոչ մի բան չեմ կարող ասեմ, ոչ էլ ճանաչում եմ այդ մարդկանց, ովքեր ընդ աշխատում են։ Մյուս երկրներում են նկատում են, ոչ միայն այստեղ։ Մյուս երկրներում էլ այնտեղ էլ, ասենք, այն վաղ, երբ որ Փարիզում ցուցահանդես էինք բացում, անուններով չասեմ, բայց ես գնացի Rue de Viette, որը Հայաստանի ամբասադ էր այնտեղ, այդ դեսպանատունը, հրավիրեցի դեսպանին, կոնսուլը ոչ մեկը չեկավ։ Բայց հետո Ժանսեմի գալերեայում ինչ որ մի հատ ցուցահանդես էր ոչ հայկական, ու սա կային։ Այո, իսկ մեր ցուցահանդեսին չեն ներկա։ Ներկա ոչ մեկը չեղավ, ոչ Էդվարդ Մորացա ազգանունի իր դեսպանը, ոչ կոնսուլը, ոչ մեկը չեկավ, բացարձակ։ Բայց մեր ցուցահանդեսը շատ լավ անցավ մեր ուժերով։ Դա մեր վրա է վերցնում։ Ասենք ստեղ այդ ցուցահանդեսը բրբանկում որ եղավ, Բայբուրցյան Արմենին շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում, ոչ թե ինքը որ ընկերս է։ Ես մոտ եմ Արմենի հետ, բայց ինքը աջակցում է։ Ես գիտեմ։ Այո, ինքը աջակցում է։ Եվ շատերին է աջակցել։ Այո, աջակցել։ Արվեստի կենտրոն բացելու։ Այո, ինքը այդ ինտելեկտից է գալի եւ իր պատրիոտ ըլնելուց ինքը հայրենասեր է։ Այո, այո։ Եվ հուսանք, որ դարձյալ ոչ առանց պետական աջակցության, առանց դիվանագիտական աջակցության, բայց շնորհիվ հայրենասեր մարդկանց եւ կենտրոնների, ինչպիսին Սարյանն է, այս անգամ կհաջողվի շատ հաջող ցուցահանդես կլինի։ Անշուշտ դարձյալ հիշեցնենք։ Ես կուզեի ասեի մի երկու խոսք Սարյան։ Խնդրեմ, համեցեք։ Սարյան մշակութային կենտրոնը ես արդեն որերորդ տարին պրոստը պատրաստ չէինք Գեղամյան Աշոտը, որը շատ աջակցում է արվեստին, Սարյան մշակութային կենտրոնը ոչ թե մենակ նկարչական, այլ երաժշտական կենտրոնն է այնտեղ, համերգներ են տրվում, մշակույթի շատ մեծ տեղ է։ Դասընթացներ կան։ Այո, եւ ինքը շատ մեծ երանգ է թափում դրա վրա։ Անում է այդ ամեն ինչ, ես շատ ուրախ եմ։ Եվ մենք այսօր հենց այնտեղ, որ շատ ուրախ եմ, բացում ենք ես ու Արմենակ այդ ցուցահանդեսը։ Այո, եւ ես գիտեմ, որ ահա այս ակերի մեջ այս շենքը 3 հարկանի հիմքից սկսած կառուցվել է այս նպատակով, հենց Աշոտ Գեղամյանի ջանքերով, որի համար շնորհակալություն իրեն։ Եվ նաև ձեր շնորհակալություն, պարոն Շուգարով, մեր հյուրընկալելու, գիտեմ, որ գործեր եք անում հիմա։ Այո, նկարում եք։ նկարում եմ։ Քանի գործ պիտի նկարեք մինչև արդեն մի 6 հատ նկարել եմ, նկարեմ, այո, ես արագ եմ աշխատում։ Այո։ Հրաշալի, ձեզ հաջողություն եմ մաղթում եւ կհանդիպենք։ Շատ շնորհակալ եմ Արտուր ջան, շատ շնորհակալ։ Մայիսի 31-ին ժամը 7-ին 7053 Oversmount Avenue, Քնուգա Park, Սարյան մշակութային կենտրոն։ Ձեզ սպասում եմ սիրով։ Շատ մեծ սիրով։ Շնորհակալություն։ Ես էլ շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Եվ ձեզ շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը Անդրեյ Շուգարովն էր, տաղանդավոր եւ սիրված գեղանկարիչ։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։